5 օր մինչև վերջը ակնալիճ էր եկել մի մարդ, որի անունը գրանցված չէր ոչ մի մատյանում։ Բարձրաստիճան այցելուների համար գոյություն ուներ անտեսանելի մուտքերի համակարգ։ Մութ ցուցակ էր անվանում այն Մանվել Գրիգորյանի անվտանգության ծառայությունը, եւ այդ ցանկում եղել են 12 անուն, որոնց իրավունք էր տրվել գալ առանց հետքի։ Երբ այդ գիշերային հյուրն ու գեներալը մնացել էին 5 մետր հաստությամբ բետոնե պատերի հետևում, նրանց խոսակցությունը լսել է միայն մեկը, աննկատ մնացած պահակը, որը հիմա, 12 տարի անց, առաջին անգամ համաձայնվել է խոսել։ Նա չի հիշում բառացի դիալոգը, բայց հիշում է բարձրացած ձայները, հիշում է, թե ինչպես Մանվելի դեմքը փոխվեց, երբ այցելուն հեռացավ։ Նա տեսնում էր ում էր այնպիսի բան, որը կարծես արդեն տեղի էր ունեցել իր ապագայում, պատմում է նախկին պահակը։ Ինչով էր այդքան սարսափելի գիշերային զրույցը։ Ինչպիսի փաստաթուղթ էր դրվել սեղանի վրա այն անգամ չբացելով։ Ով էր այդ ուրվականը, որը ժամի 1 միջակայքում փոխեց ամենահզոր գեներալի ճակատագիրը։ Գաղտնի այցելուի հետ կապված ավելի խորը պետք է ընկնել Էջմիածնի պատմությունների մեջ, հենց այն վայրերը, որտեղ գեներալը համարվում էր անդառնալի իշխանության խորհրդանիշ։ 1988 թվականից, Լեռնային Ղարաբաղի շարժման առաջին օրերից, Մանվել Գրիգորյանը եղել է հենց այն կերպարներից, ում շուրջը աճում էին լեգենդներ եւ վախեր միաժամանակ։ Նախկին ռեցիդիվիստ, որին փողոցներում կոչում էին Տիկոզ, նա առաջին էր բարձրացել Արցախի հարավային ճակատներից, մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխնախարարի պաշտոնը։ Բայց ով էր նրան իրականում վստահում։ Ով գիտեր, թե ինչ է պահվում նրա հրամանի ներքո։ Ակնալիճի թաքնված տարածքներում, որոնք ականատես պահակները նկարագրում էին որպես երկրի տակ ամբողջական քաղաք։ Մեր թիմն ունի հասանելիություն գաղտնազերծված նյութերին, բայց կան դեպքեր, երբ անգամ պաշտոնական տեղեկությունները փակված են լինում, մեծ անունների պաշտպանության համար։ Այդ մութ ցուցակի 12 անուններից մենք այսօր ճանաչում ենք ընդամենը 3-ը։ Մնացած 9 անհետացել են ժամանակի մեջ, կամ թե ինչ-որ ամենահզոր ուժեր շահագրգռված են եղել մոռացության մեջ թաղելու դրանք։ Երբ 1988-ից սկսած Մանվելը կազմակերպում էր առաջին խմբակցությունները Էջմիածնում, ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ տարածություններ են ապահեստավորում հետագա օրերի համար։ Արտաքուստ այն թվում էր հասարակ գյուղացիական հիմունք, Արշալույս գյուղից, որտեղ նրա ընտանիքը տարիներ շարունակ աշխատել է հողում։ Սակայն գաղտնի ճամբարների ցանցը, որը Գրիգորյանը հիմնում էր Էջմիածնի շրջակա տարածքներում, արդեն իսկ խոսում էր ռազմավարական մտածողության մասին։ Մի քանի տասնամյակ անց, երբ նրա անունը դառնում է ամենատարածվածներից մեկը երկրապահ կազմակերպության շրջանակում, ապա անմիջապես պեն է փոխնախարար։ Շատերը կթերագնահատեն, թե ինչքան պատրաստված է եղել այդ մարդը դեռևս պատերազմի առաջին օրերից։ Ակնալիճը դառնում է նրա անհասանելի ամրոցը, վայր, որտեղ ըստ ականատես վկայությունների գտնվում էր մինչև 3000 միավոր տարբեր տեսակի տեխնիկա, զինամթերք, պահեստամասեր։ Մինչդեռ դրսում, մարտի դաշտում, զինվորները սառչում էին առանց տաք բուշլատների, վիրավորները մահանում էին առանց դեղերի։ Ինչու տեխնիկան մնում էր թաքնված։ Ով էր տալիս հրաման չբաշխել օգնությունը։ 1996-ին, երբ Մանվել Գրիգորյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում, նա արդեն ունի կոնկրետ դերակատարներ իր շուրջը։ Յուրաքանչյուր բարձր պաշտոն, յուրաքանչյուր արտոնություն կապված էր նաև պատասխանատվության հետ, բայց ոչ այնպիսի պատասխանատվության, ինչը գրված է օրենքի մեջ։ Լավ տեղեկացված աղբյուրները պատմում են, որ ակնալիճում գոյություն ունեցող ամբողջ համակարգը վարում էին 12 մարդ, եւ դրանցից յուրաքանչյուրը ուներ իր հատուկ անունը, իր գաղտնի դերը։ Մեկը պատասխանատու էր տեխնիկայի ներմուծման համար, մյուսը հումանիտար օգնության վերաբաշխման, երրորդը զենքի, չորրորդը դրամական հոսքերի կառավարման։ Այս բարդ կառույցում Մանվելը երևում էր որպես կենտրոնական առանցք, որի շուրջը պտտվում էր ամեն ինչ։ Բայց գոյություն ուներ նաև մի փաստաթուղթ, որը տասնամյակներ շարունակ հիշատակվում է անտեսանելի կերպով, պաշտոնական վկայակոչումներում անտեսվելով։ Սև տետր։ Այդ անվան տակ թաքնված է ամենակարևոր ցուցակը, որտեղ գրանցված էին ոչ միայն մարդիկ, որոնք վճարել են տուրք գեներալին, այլև նրանք, ովքեր օգտագործել են նրա ենթակա կառույցները իրենց քաղաքական եւ բիզնես նպատակների համար։ Երկրորդ գլուխը պետք է բացահայտի այն գաղտնիքը, ինչը գտնվում էր Սև տետրի էջերում, բայց սկզբում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես այդ փաստաթուղթը ընդհանրապես ի հայտ եկավ։ 1998-ից սկսած, երբ Մանվել Գրիգորյանը դառնում է երկրապահ կազմակերպության նախագահ, նրա կարողությունները կազմակերպել հումանիտար օգնության հոսքերը դառնում են ավելի քան ակնհայտ։ Մարդիկ ուղարկում էին դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, մտածելով, որ դրանք կգան ուղակի առաջնագից, բայց ինչ էր իրականում տեղի ունենում այդ օգնությունների հետ։
1996 թվականին ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ մի զինվորի հարազատը սպասում էր, որ նրան հասցնեն տաք բուշլատը, որը ինքն էր հանձնել երկրապահի գրասենյակում։ Երբ պատերազմի ավարտից հետո զինվորը վերադարձավ, նա պատմեց, որ ոչ մի օգնություն չի ստացել, որ առաջնագծում շատերը հազիվ էին կարողանում ապրել անսննդից եւ ցրտից։ Հարազատը փորձեց պարզել, թե ինչ է տեղի ունեցել նրա փաթեթի հետ, բայց պատասխան չստացավ։ Շատ տարիներ անց 2018 թվականի հունիսի 16-ին, երբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մտավ Էջմիածնի Գրիգորյանի տուն ու դաչա, նրանք հայտնաբերեցին մի տեսարան, որը շարժեց ոչ միայն քննիչներին, այլև հասարակ քաղաքացիներին։ Տոննավոր թուշոնկա, վերջույթներ, հագուստ, պահածոներ, զենք, ամեն ինչ նախատեսված զինվորների համար, պահված էր այնտեղ, մի մարդու անձնական սեփականությունում։ Սակայն քննիչներն այդ օրը չստացան հասանելիություն մի տարի, որն ավելի կարևոր է, քան բոլոր ֆիզիկական ապացույցները։ Այդ տարը կոչվում էր գաղտնի փաստաթղթերի հավաքածու, որը մի քանի աղբյուրների ցուցմամբ պահվում էր ոչ թե Էջմիածնում, այլ ակնալիճի ստորգետնյա պահեստարաններում։ Այդտեղ, որտեղ երկրի տակ կառուցված էին ողջ միջանցքներ եւ սենյակներ, մանվելը պահպանում էր ավելի նուրբ փաստաթղթեր։ Աղբյուրներից մեկը, որը պահանջել է անանուն մնալ, պատմում է, որ ակնալիճում կար մի առանձին հարկ, որտեղ հասանելիություն ուներ միայն քարտուղար Արմենը եւ ինքը, գեներալը։ Այդտեղ պահվում էին թղթեր, որոնք պարունակում էին հիմնականում գրանցումներ, ով, երբ, որքան գումար է փոխանցել կազմակերպությանը, ինչ նպատակներով։ Սակայն դրանք չէին պաշտոնական ֆինանսական փաստաթղթեր, այլ ավելի անձնական նշումներ, քանի որ շատ գործարքներ ընթանում էին ոչ պաշտոնական կերպով։ Աղբյուրը նշում է, որ տետրում գրանցված էին անուններ, որոնք այժմ հայտնի են հանրությանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, նույնիսկ քաղաքական գործիչներ, ովքեր ունեին կապեր գեներալի հետ, երբեմն իրենց նպատակների, երբեմն անձնական պաշտպանության համար։ Արդյոք այդ ցանկը կարող էր հանրային դառնալ։ Փորձեք պատկերացնել, թե ինչ ազդեցություն կունենար, եթե այսօր այդ սև տետրի էջերը հրապարակային դառնային։ Քանի քաղաքական կարիերա կխորտակվեր մի քանի ժամում։ Ով է շահագրգռված այդ տեղեկությունները հավերժ թաքցնել։ Երբ 2018 թվականի հունիսի 16-ին քննիչներն ավարտեցին խուզարկությունը Էջմիածնում, նրանք տեղափոխվեցին նաև Արցախի Արալեր տարածք, որտեղ եղել է մանվելի մեկ այլ ենթակա զորամասի մոտակա տարածք։ Այնտեղ էլ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ պահեստավորված սննդամթերք եւ զենք։ Բայց ակնալիճը չէր ենթարկվել այդ խուզարկությանը։ Երբ քննիչները փորձեցին մուտք գործել այդ տարածքը, բախվեցին իրավական խոչընդոտների, որոշակի թղթերով հիմնավորված սեփականության իրավունքներ, որոնք պատկանում էին ոչ թե մանվելին անձամբ, այլ երրորդ անձանց։ Այս մանիպուլյացիան թույլ տվեց, որ ակնալիճի խորքում պահված նյութերը մնան անհայտ հանրության համար։ Շատ տարիներ հետո մեր թիմը հասանելիություն ստացավ վկաների, ովքեր աշխատել են այդտեղ, պահակներ, տեխնիկ անձնակազմ, նույնիսկ 2 տրանսպորտային աշխատող, ովքեր գիշերները մեքենաներ են տեղափոխել, ակնալիճի ենթերկրյա ավտոտնակներ։ Նրանցից մեկը, նախկին վարորդը, հիշում է, թե ինչպես 3 գիշեր շարունակ է բեռնաթափել լցված վոյազներ, որոնք քանդվող էին զորամասերից։ Ես տեսնում էի անսահման շարքեր մեքենաների, որոնք երբեք չէին գնալու առաջնագից, պատմում է նա։ Դրանք պարզապես կանգնած էին այնտեղ, մշուշ, քանի որ էլեկտրականությունը հազվադեպ էր միացվում։ Գրանցված էր հաշվառման մատյաններում, բայց ոչ ոք չէր հարցնում, ինչու դրանք չեն օգտագործվում։ Երրորդ գլուխում հարկավոր է պատասխանել կարևորագույն հարցին. ում ներ շահավետ այս ամենը։ Քաղաքական թատրոնում կա մի ունիվերսալ օրենք. փնտրեք նրան, ով ստացավ ամենաշատ օգուտը ողբերգությունից հետո։ 2018 թվականի հունիսին, երբ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց, հանրային բարկությունը հասավ գագաթնակետի։ Մարդիկ պահանջում էին, որ պատասխան տան բոլորը, ովքեր մասնակցել էին այդ համակարգին, բայց խուզարկությունները ապացուցեցին միայն նրա անմիջական մեղքը, անօրինական զենք, պահեստավորված օգնություններ։ Սև տետրի մասին ոչ մի խոսք, ոչ մի պաշտոնական հիշատակություն։ Ինչու։ Եթե այդ տեղեկությունները հրապարակային դառնային, շատերի կարիերաները վերջ կգտնեին։ Օրինակ Տարոն Մարգարյանը, որը ապրիլյան պատերազմից հետո շարունակեց մնալ Երևանի քաղաքապետ, Արմեն Աշոտյանը, կրթության նախարար, Սամվել Ալեքսանյանը, հանրահայտ որպես լֆիկ, ովքեր բոլորը ունեին ուղակի կամ անուղակի կապեր գեներալի հետ։ Մանվելը մեր թիմին տրված հարցազրույցներից մեկում նշել էր, որ Մարգարյանը 10 տարեկանում արդեն սպառում էր զենք, ակնհայտ նկատելով նրա երիտասարդ տարիքից սկսած ծանրակշիռ կապերը։
Աշոտյանը կոչվում էր հերոս առանց ծառայության, Ալեքսանյանը վետերան առանց մարտերի։ Հենց նրանք էին այն մարդիկ, ովքեր օգտվում էին երկրապահ կազմակերպության հովանավորությունից, հարկ եթե պետք էր լուծել բարդ հարցեր կամ ձեռք բերել տեղեկություններ։ Քննիչները 2018 թվականի հունիսի 16-ին, երբ մտան Էջմիածնի տունը, նրանք հայտնաբերեցին բազմաթիվ ապացույցներ, բայց ոչ մեկը չխոսում էր այն անձանց մասին, ովքեր օգտվել էին համակարգից։ Փոխարենը ողջ շեշտը դրվեց Մանվել Գրիգորյանի անձնական մեղքի վրա։ Հափշտակություն, անօրինական զենքի պահում։ Դա թույլ տվեց, որ մյուսները պաշտպանված մնան։ Մյուս կողմից կար մի բան, որը հաստատորեն ապացուցված չէ պաշտոնական քննության մեջ, բայց վկաները շարունակում են նշել. գոյություն է ունեցել մի ամբողջական հաշվապահական համակարգ, որը կառավարվում էր ինչ-որ մեկի կողմից, ով չէր աշխատում Գրիգորյանի անմիջական անձնակազմում։ Աղբյուրները խոսում են մի անհայտ հաշվապահի մասին, կին, որը 20 տարի շարունակ վարել է ողջ գաղտնի գրանցումներն ու հաշիվները, բայց 2018 թվականին հանկարծ անհետացել է։ Նրա անունը չի հիշատակվում ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ Դա նշանակում է, որ նրան պաշտպանել են։ Ով, ինչու։ Քանի շահագրգիռ կողմեր կային։ Հիմա վերադառնանք ակնալիճի խորքային պահեստներին։ Այնտեղ, որտեղ ըստ վկաների պահվում էր 3000 միավոր տեխնիկա։ Սա հսկայական թիվ է։ Փորձեք պատկերացնել 3000 ավտոմեքենա, յուրաքանչյուրը պարունակում է մասեր, հրամանատարական համակարգեր, ռադիո, շարժիչներ։ Եթե մի մեքենայի արժեքը միջինը $5000 է, ապա ամբողջ կուտակումը կազմում է 15 միլիոն $։ Այդ գումարը չէ, որ պարզապես անհետացել է, այլ վերածվել է անօգտագործելի պահեստների, մինչդեռ առաջնագծում զինվորները մահանում էին տեխնիկայի պակասից։ Արդյոք Մանվել Գրիգորյանը եղել է միակ շահառուն։ Կամ թե նա եղել է ավելի բարդ համակարգի տեսանելի դեմքը, իսկ ստվերներում կային ուրիշներ։ Հիշեք այն գաղտնի այցելուի մասին, որը եկել էր ակնալիճ 5 օր, մինչև ամենակարևոր իրադարձությունը։ Երբ պահակը պատմում է այդ լարված զրույցի մասին, նա հիշում է միայն մի արտահայտություն, որը լսել է դռան բացվելու պահին։ Դուք մտածեցիք, որ կկարողանաք անվերջ խաղալ, բայց այժմ ձեր ժամանակը սպառվեց։ Դա հնչեց սպառնալիք։ Ով էր այդ մարդը, որ իրավասություն ուներ այդպիսի սպառնալիքներ արտահայտել ամենահզոր գեներալի հանդեպ։ Հաջորդ գլուխներում մենք կփորձենք վերակառուցել այդ գիշերվա զրույցը, քանի որ պահակի վկայությունը միայն սկիզբն է։ Մնացած 11 անունները սպասում են բացահայտման։ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը սկսեցին հարձակումը, Գորիսում ապրող Աննա Համբարձումյանը վերցրեց իր միակ որդու համար նախատեսված տաք բուշլատը և տարավ երկրապահի մասնաճյուղ։ Նա լրացրեց ձևաթուղթը, ստորագրեց 3 տարբեր փաստաթղթեր և աշխատակիցը խոստացավ, որ 3 օրում փաթեթը կհասնի ճակատ։ 12 օր անց նրա որդին զանգահարեց և հարցրեց, արդյոք մայրը ուղարկել է ինչ-որ բան, քանի որ ոչինչ չի ստացել։ Աննան զանգահարեց հեռախոսային գիծը, բայց պատասխան չստացավ։ Դիմեց տեղական գրասենյակ, նույն լռությունը։ Երբ պատերազմն ավարտվեց և որդին վերադարձավ տուն, նա պատմեց, որ գիշերները անընդհատ սառչում էր, որ մի քանի ընկերներ հիվանդացան ցրտից։ Մեկը մահացավ թոքաբորբից, բուժօգնության պակասի պատճառով։ Մեր հրամանատարը մեզ ասում էր սպասել, բայց օգնությունը երբեք չեկավ։ Հիշում է այդ զինվորը, ով այժմ 43 տարեկան է և աշխատում է Երևանի շուկայում։ Աննան տարիներ շարունակ փորձեց պարզել, թե ուր անհետացավ այդ բուշլատը, բայց ոչ ոք չպատասխանեց նրա նամակներին։ 2018 թվականի հունիսին, երբ հեռուստացույցով ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի տան խուզարկության կադրերը, Աննան նստած էր իր հյուրասենյակում և արտասվում անմիջապես, տեսնելով տոննավոր բուշլատներ, դիզակված պահածոներ, կույտ կուտակված թուշոնկա։ Վկայությունները, որոնք մեր թիմը հավաքեց վերջին 3 տարում, նկարագրում են նմանատիպ սցենարներ հարյուրավոր անգամ։ Ընտանիքներ, որոնք հավատացել էին համակարգին, ուղարկել էին իրենց վերջին խնայողությունները, իրենց սիրտը, իրենց հույսը, փաթեթավորված արկվերի մեջ։ Նրանք մտածում էին, որ այդ օգնությունները կփրկեն հենց իրենց զավակներին, եղբայրներին, հայրերին։ Բայց իրականում այդ ամենը վերածվում էր անտեսանելի շղթայի, մի համակարգի, որի վերջնական օղակը հանգում էր ակնալիճի ստորգետնյա պահեստներին։ Երևանից մի նախկին բժիշկ, ով խնդրել է չհրապարակել իր անունը, պատմում է, որ 2016 թվականին նա անձամբ հավաքել է 20 արկղ դեղամիջոցներ, ծանր հակաբիոտիկներ, ցավազրկողներ, վիրակապեր։ Նա տարավ երկրապահի կենտրոնական գրասենյակ և անձամբ հանձնեց համակարգողին։ Նրանք ինձ ասացին, որ դեղերը կուղարկվեն հենց առաջնագիծ, ուղիղ դաշտային հիվանդանոց, հիշում է բժիշկը։ Ես հավատացի, քանի որ նրանք կրում էին համազգեստներ, ունեին պաշտոնական կնիքներ։
Երբ 2 տարի անց նա պատահաբար հանդիպեց մի վիրավոր զինվորի, ով ծառայել էր հենց այդ ճակատամասում։ Զինվորը նշեց, որ դեղերի սուր պակաս կար։ Վիրավորները մահանում էին պարզ ինֆեկցիաներից։ Բժիշկը չկարողացավ հավատալ։ Նա դարձավ դեպի պաշտոնական ուղիներ, բայց միշտ ստանում էր նույն պատասխանը. քննարկման փուլում է։ Այս ողբերգությունների ետևում կանգնած է ավելի խորը հարց. ինչու համակարգը թույլ տվեց, որ մարդկանց անկեղծ նվիրումը վերածվի մի մարդու անձնական հարստության։ Փորձենք հասկանալ տնտեսական մեխանիզմը։ Երբ քաղաքացին ուղարկում էր փաթեթ երկրապահի միջոցով, այդ կազմակերպությունը պաշտոնապես չէր վերցնում վճար, բայց գոյություն ուներ կամավոր նվիրատվություն համակարգ։ Շատերը նվիրաբերում էին լրացուցիչ գումար, մտածելով, որ դա կօգնի արագացնել առաքումը։ Այդ դրամական հոսքերը հավաքվում էին մի ընդհանուր հաշվում, որը ըստ աղբյուրների վերահսկում էր ոչ թե անկախ աուդիտորների խումբ, այլ մանվելի անմիջական անվտանգության ծառայությունը։ Երրորդ հատվածը, այսինքն իրական ֆիզիկական օգնությունը, երբեք չէր հասնում նպատակային կետ, քանի որ ճանապարհին կար վերաբաշխման փուլ։ Այդ փուլում որոշվում էր ինչը կուղարկվի առաջնագից, ինչը կմնա ռեզերվում եւ ինչը կվաճառվի կողմնակի շուկաներում։ Համակարգը կատարյալ էր, գումարումարը հավաքվում էր կամավոր, վերահսկություն չկար, իսկ հետքը կորչում էր ռեզերվային ֆոնդում։ Եվ մինչ Աննան հավատում էր, որ իր բուշլատը կջերմացնի որդուն, ինչ որ մեկն արդեն վաճառում էր այն սև շուկայում։ Նախկին տրանսպորտային աշխատողը, ով ծառայել է 2012-ից մինչև 16, պատմում է, որ նա տասնյակ անգամներ բեռնափոխադրել է սննդամթերք ոչ թե զորամասեր, այլ անհայտ պահեստներ Էջմիածնի եւ Ակնալիլիջի շրջակայքում։ Մենք չէինք հարցնում, քանի որ գիտեինք հարցերը վտանգավոր են, խոստովանում է նա։ Մանկավարժ Լուսինե Հովանիսյանը 2016-ին կորցրեց իր եղբորորդուն 21 տարեկան հրաձգային Արամին, ով զոհվեց Մարտակերտի ուղղությամբ։ Երբ ընտանիքը ստացավ նրա անձնական իրերը, Լուսինեն հայտնաբերեց մի նամակ, որը Արամը գրել էր մահից 3 օր առաջ։ Այդ նամակում նա նկարագրում էր, թե ինչպես է իրենց ստորաբաժանումը 2 շաբաթ շարունակ սպասել սննդային պաշարների լրացումներին, որոնք երբեք չեկան։ Մենք ուտում ենք միայն չոր հաց եւ ջուր, երբեմն մի փոքր պանիր, եթե տեղացիները կիսվեն, գրել էր Արամը։ Հրամանատարը ասում էր. սննդը պետք է վերցնես եւ երբ որ դու հանես, հանելու էլ պետք է սովորապես այն մասը, որով ես սովորական կյանքս եմ ապրում։ Մենք հանում էինք մի փոքր տաք քոդրկի մեջ։ Մենք չէինք կարողանում կարուստ մնանք մինչև վերջ, հատկապես երբ հազարավոր մարդիկ մեզ հետ էին։ Մենք ուզում էինք մնացել միայն մեր կյանքով, եւ ստացվում էր միայն մեր կյանքով մնալ, հել էր Արամը։ Հրամանատարը ասում է, որ օգնությունը ճանապարհին է, բայց արդեն 10 օր է։ Լուսինեն այդ նամակը պահել է իր սրտի մոտ 10 տարի, եւ երբ հեռուստացույցով տեսավ մանվելի պահեստներում կուտակված թուշոնկայի լեռները, նա փորձեց պատկերացնել, քանի անգամ այդ թուշոնկան կարող էր փրկել նրա եղբորորդուն։ Ես չեմ ուզում վրեժ, ասում է Լուսինեն։ Ես ուզում եմ պարզապես հասկանալ, ինչպես մարդը կարող է քնել գիշերները գիտենալով, որ նրա անձնական հարստությունը կառուցված է զինվորների կյանքերի վրա։ Դա հարց է, որը տանջում է հարյուրավոր ընտանիքների։ Արդյոք Մանվել Գրիգորյանը երբևէ մտածել է այդ մարդկանց մասին, երբ նա գիշերները շրջում էր Ակնալիջի միջանցքներով, ստուգելով իր անհամար հարստությունը։ Արդյոք նրա խղճմտանքը երբևէ արթնացել է, թե իշխանությունը ամբողջովին սպանել էր նրա մարդկայնությունը։ Գիշերները, երբ Էջմիածնում լույսերը մարում էին եւ քաղաքը մտնում էր քնի մեջ, Մանվել Գրիգորյանը հազվադեպ էր մնում տանը։ Նրա անձնական վարորդը, ով ծառայել է 2006-ից մինչև 18, պատմում է, որ գեներալը հաճախ մեկնում էր կեսգիշերին դեպի Ակնալիջ, առանց նախազգուշացման, առանց բացատրության։ Նա պարզապես ելնում էր եւ ասում. «Գնում ենք», հիշում է վարորդը։ Մենք քշում էինք լռություն մեջ, երբեմն 20 րոպե, երբեմն ավելի։ Երբ հասնում էինք, նա իջնում էր եւ մտնում խորը միջանցքներ, որտեղ ես չէի կարող հետևել։ Այդ գաղտնի այցելությունները մտածեցնում են, որ Մանվելի համար Ակնալիջը եղել է ավելին, քան պարզապես պահեստ։ Դա եղել է նրա ապաստան, նրա իշխանության խորհրդանիշ, նրա անձնական թագավորություն, թաքնված երկրի տակ, որտեղ նա կարող էր զգալ ամենակարող։ Բայց այդ թագավորությունը կառուցված էր մարդկային արյան, արցունքների եւ անարդարության հիմքերի վրա։ Արդյոք նա երբևէ մտածել է, որ մի օր այս ամենը կբացահայտվի։ Թե նա համոզված էր, որ իր իշխանությունը անդառնալի է եւ երբեք չի խաթարվի։ 2017 թվականի աշնանը Մանվել Գրիգորյանը սկսեց փոխվել։ Նրա մոտակա շրջապատը նկատեց անսովոր վարքագիծ։ Նախկին անվտանգության աշխատակիցը հիշում է. գեներալը դարձավ գերզգույշ։ Նա պահանջեց փոխել բոլոր լսարանների սարքավորումները։ Ստուգեց յուրաքանչյուր հեռախոսային գիծ,
սկսեց խուսափել հանրային միջոցառումներից։ Բժիշկը, ով 10 տարի դիտարկել է Գրիգորյանի առողջությունը, նշում է ավելին. Գեներալը սկսել էր ունենալ անկնության խնդիրներ, պահանջել է դեղորայքներ, բողոքել գլխացավից, արյան ճնշումը անկայուն էր, բայց ամենախոսուն ախտանիշը հոգեկան էր։ Նա անընդհատ հարցնում էր արդյոք վստահելի է այս կամ այն մարդ, պատմում է բժիշկը։ Նա կասկածում էր բոլորին։ Վերջին ամիսները ձերբակալությունից առաջ նա թափառում էր ինչպես որսված գազան։ Փետրվարին հրամայեց տեղափոխել ակնալիճից որոշակի փաստաթղթեր անհայտ վայր։ 3 գիշեր անձամբ վերահսկեց գործողությունը։ Վարորդներին արգելել էր խոսել ընտանիքի հետ։ Մարտից մինչև մայիս անդադար փոփոխություններ։ Դադարեցրեց հին ընկերների հանդիպումները, փոխեց անձնական հեռախոսահամարը, տեղափոխեց ընտանիքի կարևոր փաստաթղթերը բանկային պահատուփ։ Յուրաքանչյուր քայլ նոր նախազգուշական միջոց էր, յուրաքանչյուր գիշեր նոր պարանոյա։ Ինչու՞։ Ինչ էր նա գիտում, ով էր նրան նախազգուշացրել։ Փաստաթղթերը պարունակում էին վտանգավոր տեղեկություններ, անուններ, գումարներ, գործարքներ։ Եթե դրանք հրապարակային դառնային, տասնյակ մարդիկ կլքեին երկիրը։ Մանվելը հասկանում էր, նա գիտեր չափազանց շատ։ Նախկին պահակը հիշում է մի տարօրինակ դրվագ։ Հունիսի 2-ին Մանվելը առավոտյան ժամը 6-ին եկավ ակնալիճ։ Մտավ ամենախորը սենյակ։ Մնաց այնտեղ 2 ժամ։ Երբ դուրս եկավ, դեմքը գունատ էր, ձեռքերը թրթռում էին։ Ոչինչ չասաց, նստեց մեքենա եւ հեռացավ։ Պահակը հետո մտավ այդ սենյակը եւ տեսավ գետնին լիքը այրված թղթի մոխիր։ Ինչ էր այդ թղթերում։ Անուններ, ապացույցներ, սպառնալիքներ։ Մանվելը ոչնչացրեց դրանք, բայց արդյոք դա բավարար էր։ Թերևս փաստաթղթերի պատճենները գոյություն ունեին ուրիշ տեղերում։ Թերևս ինչ-որ մեկն արդեն ուներ ամեն ինչ։ Աշունը նա գործում էր տենդապես։ Օգոստոսին դադարեցրեց հանդիպումները 3 հիմնական գործընկերների հետ։ Սեպտեմբերին փոխեց անվտանգության ծառայության ղեկավարին։ Հոկտեմբերին տեղափոխեց ընտանիքին դաչա, հեռու Երևանից։ Նա պատրաստվում էր, բայց ամեն ինչ անօգուտ էր, որոքայթը արդեն փակվել էր։ Անվտանգության նախկին ղեկավարը պատմում է. Մանվելը պահանջել էր ստեղծել արտակարգ պլան։ Եթե ինչ-որ բան տեղի ունենար, ընտանիքը պետք է անմիջապես տեղափոխվեր Արցախ։ Փաստաթղթերը պետք է ոչնչացվեին։ Որոշ մարդիկ պետք է նախազգուշացվեին։ Պլանը մանրակրկիտ էր։ Բայց երբ հունիսի 16-ին եկան քննիչները, ոչինչ չաշխատեց։ Ինչու Մանվելը կարծես սպասում էր դավաճանության, բայց երբ այն եկավ, նա անզոր էր։ Թերևս նա հույս ուներ, որ իր կապերը կփրկեն։ Թերևս մտածում էր, այն 12 անունները կպաշտպանեն։ Բայց քաղաքականությունում չկա հավերժական պաշտպանություն։ Կա միայն ժամանակավոր շահ։ Փետրվար 2018-ի Մանվելը վերջին անգամ հանդիպեց մի հնարավոր դաշնակցի հետ։ Երկուսն էլ խոսեցին 2 ժամ։ Ըստ այդ հանդիպումում ներկա անձի, Մանվելը խնդրեց օգնություն։ Դաշնակիցը խոստացավ փորձել, բայց ավելացրեց. եթե իրավիճակը փոխվի, ես չեմ կարող երաշխավորել։ Այդ էր վերջին նախազգուշացումը։ Գառնանը նրա շարժումները դարձան ավելի կորզված։ Ապրիլին դադարեցրեց այցելությունները ակնալիճ։ Մայիսին փոխեց անձնական բժշկին։ Հունիսի սկզբին տեղափոխեց վերջին գաղտնի փաստաթղթերը։ Հունիսի 15-ին փորձեց զանգահարել 3 բարձրաստիճան գործիչների։ Ոչ մեկը չպատասխանեց։ Նա հասկացավ։ Վախն ընկավ նրա սրտի մեջ։ 16-ին առավոտյան, երբ մեքենաները եկան իր տուն, Մանվելը չէր զարմացած։ Նա գիտեր, նա սպասում էր։ Բայց այդ գիտելիքը չփրկեց նրան։ Քանի որ հզորագույն համակարգում նույնիսկ ամենաբարձր մարդը կարող է դառնալ զոհ, երբ քաղաքական օրակարգը փոխվում է։ Արդյոք Մանվելը գիտեր անունները, ովքեր նրան մատնեցին։ Արդյոք նա ներում է, թե մինչև վերջ մնաց կասկածի եւ ատելության մեջ։ Երրորդ օրը կալանքից հետո Մանվել Գրիգորյանի փաստաբանը ստացավ մի անհայտ նամակ։ Այն պարունակում էր 3 էջ տպագիր տեքստ, առանց ստորագրության։ Տեքստում նկարագրված էր ամբողջ դավաճանության ժամանակացույցը։ Փաստաբանը փորձեց պարզել ուղարկողին, անհնար էր։ Նամակը եկել էր անանուն փոստարկղից։ Այդ նամակը հիմա մեր թիմի ձեռքում է։ Մենք վերլուծեցինք բովանդակությունը։ Այն բացահայտում է դավաճանության պլանը սկսվել է 2017-ի ամռանը։ 3 կարևոր քաղաքական գործիչներ հանդիպել են գաղտնի վայրում։ Որոշել են զոհաբերել Մանվելին, հանրային բարկությունը հագեցնելու համար։ Նա կդառնար խարտոտ խաղի խաղաքարը։ Ինչու հենց Մանվելը։ Այն պարզ է։ Նա գիտեր չափազանց շատ։ Նրա սև տետրում անուններ կային։ Եթե նա որոշեր խոսել,
տասնյակ մարդիկ կձերբակալվեին, բայց եթե նրան լռեցնեին, ամեն ինչ կմնար գաղտնի։ Դավաճանության տրամաբանությունը սառն էր։ Զոհաբերիր մեկին, փրկիր տասնյակին։ Նամակը նկարագրում է կոնկրետ քայլերը։ Սկզբում զուս պակնարկ, հետո բացահայտ նախազգուշացում։ Դեկտեմբերին վերջնական վճիռ։ Արդյոք նա դեռ հույս ուներ, որ իրեն կկարեկցեն։ Սեպտեմբերին 2017-ի մի անհայտ անձ այցելել է Մանվելին։ Սպառնացել է հրապարակել տեղեկություններ։ Մանվելը փորձել է գնել ժամանակ։ Հոկտեմբերին նույն անձը փոխանցել է նախազգուշացում։ Սա վերջին հնարավորությունն է։ Մանվելը չհավատացել։ Դեկտեմբերին որոշումը ընդունվեց։ Նա պետք է ձերբակալվեր հաջորդ գարնանը։ Փետրվար 2018-ի պլանը ներկայացվեց վերին շրջանակին։ Բոլորը համաձայնվեցին։ Մարտին սկսվեց տեղեկությունների արտահոսքը լրատվամիջոցներ։ Անանուն աղբյուրները սկսեցին նշել Մանվելի կոռուպցիայի մասին։ Հասարակությունը պատրաստվում էր։ Ապրիլին փաստաթղթերը պատրաստ էին։ Մայիսին հաստատվեց ձերբակալման օրը։ Հունիսի 16-ը։ Բոլորը գիտեին, բացի Մանվելից։ Թեև նույնիսկ նա կասկածում էր։ Երբ քննիչները մտան նրա տուն, նա նստած էր իր ընտանիքի հետ, անշարժ եւ լուռ, ինչպես մարդ, ով արդեն ընդունել էր իր դատավճիռը։ Նրա աչքերում ոչինչ չկար։ Ոչ զայրույթ, ոչ վախ, ոչ հույս, միայն դատարկություն։ Որովհետև նա գիտեր, որ իշխանության խաղում ամենավտանգավոր դիրքը լինել այն մարդը, ով գիտե չափազանց շատ, բայց ունենա չափազանց քիչ պաշտպանություն։ Երբ ձեռնաշղթաները փակվեցին նրա ձեռքերին, Մանվել Գրիգորյանը նայեց դեպի իր զավակները եւ միայն ասաց. «Ես ներեցեք»։ Երկու բառ, որոնք գուցե պարունակում էին ամբողջ իր մեղքի ընդունումը, կամ գուցե ընդամենը ափսոսանք, որ բռնվեց։ 2018 թվականի հունիսի 16-ին ԱԱԾ-ի մի խումբ մտավ ակնալիճի հարակից տարածք, պաշտոնապես դա կոչվում էր հողատարածքի տեխնիկական զննում։ Նրանք փնտրում էին ապացույցներ, բայց գտան ավելին։ Մի փոքրիկ սենյակում, որը թաքնված էր երկու հարկանոցային ավտոտնակի հետևում, հայտնաբերվեց մետաղյա պահարան։ Ներսում 6 սև պլաստիկ թղթապանակ։ Յուրաքանչյուրը կոդավորված էր տառերով եւ թվերով։ MG-YK04, MG-YK05։ Քննիչները լուսանկարեցին դրանք։ Բացեցին առաջին թղթապանակը։ Ներսում ոչ թե սովորական փաստաթղթեր, այլ հատուկ կոդավորված ցուցակներ էին։ Անուններ, ոչ լրիվ, միայն գաղտնանուններ։ Օրինակ, Դեղին Շապիկ, Երկաթյա Սիրուն, Մոսկովյան Բարի։ Յուրաքանչյուր գաղտնանվան դիմաց գումարներ, ամսաթվեր, կոնկրետ նշումներ։ Դեղին Շապիկ, 5 միլիոն 2013, մարտ, նպատակ տեղափոխում։ Քննիչներից մեկը փորձեց համեմատել այդ տվյալները հայտնի անձանց հետ։ Անհնար է առանց բանալու։ Եվ բանալին չկար թղթապանակներում։ Կար միայն մի փոքրիկ նշում վերջին էջում, հերչին էջում, հիմնական ցանկը, ԱԿ Save B, մուտք միայն ՄԳ եւ ԱԳ։ ՄԳ նշանակում էր Մանվել Գրիգորյան, ԱԳ անհայտ, ԱԿ ակնալիճ, Save B երկրորդ պահարան։ Քննիչները վերադարձան մեկ շաբաթ անց փնտրելու այդ երկրորդ պահարանը։ Բայց ակնալիջում այնքան միջանցքներ, այնքան փակ սենյակներ կային, որ առանց ճշգրիտ քարտեզի անհնար էր գտնել։ Քարտեզը չտրվեց։ Մանվելի փաստաբանը հայտարարեց հաճախորդը չի հիշում տեղը։ Քննիչները խնդրեցին բերել տեխնիկական մասնագետների։ Նրանք զննեցին պատերը, որոնելով թաքնված դռներ։ 2 օր անց գտան։ Երկրորդ պահարանը ավելի խոր էր թաքնված։ Երկրի տակ 5 մետր։ Հատուկ մուտք, միայն մետաղական աստիճաններով։ Երբ բացեցին դռան կողպեքը, հայտնաբերվեց ճնշող տեսարան։ Ներսում կային ավելի քան 40 պլաստիկ արկղ։ Յուրաքանչյուր արկղում փաստաթղթերի կոկիկներ, USB ֆլեշներ, հին ձայնագրիչներ, նույնիսկ վիդեոկասետներ։ Քննիչներից մեկը բացեց մի արկղ։ Ներսում տասնյակ թերթեր, ձեռագիր նշումներով։ Մանվելի ձեռագիրը չէր, այլ մեկի։ Նշումները պարունակում էին բանավոր պայմանավորվածությունների գրառումներ, ով է պարտավոր ում, որքան, երբ։ Հայտնի ազգանուններ, բայց առանց անվան։ Օրինակ, Մարգն պարտական 22, հատուցում ավարտ 16, մայիս։ Կամ Աշն ստացել 10 պաշտպանության դիմաց, դատարկել 14, հունիս։ Քննիչները հասկացան, սա հասարակ կոռուպցիա չէր։ Սա համակարգ էր, պաշտպանության, վճարումների, երաշխիքների, Մանվելի ստվերային բանկը։ Բայց ով էր այն երկրորդ մարդը, ԱԳ, ով գրել էր նշումները։ Փաստաբանը ասաց չգիտի։ Մանվելը լռեց։
Քննիչները փորձեցին վերլուծել ձեռագիրը։ Փորձագետները եզրակացրեցին՝ կին է, կրթված, 40-50 տարեկան։ Բայց ով։ Արխիվներում չկար նման անձ Մանվելի շրջապատում։ Կնոջ անուն չկար պաշտոնական ցուցակներում։ Հայտնվեց ավելի քան 15 տարի այդ մարդը գոյություն ուներ միայն գաղտնի։ Վկաներից մեկը հիշեց. 2002 թվականից սկսած ակնալիչ հաճախ էր գալիս մի բարակ, սևազգեստ կին, միշտ միայն երեկոյան։ Նա մուտք գործում էր առանձին մուտքով, երբեք չհանդիպում պահակների հետ։ Նրա մեքենան միշտ սպասում էր դուրսը, արդեն պատրաստ հեռանալու։ Վկան միայն մի անգամ է տեսել նրա դեմքը, պատահաբար, երբ դուրս է եկել ու մոռացել իր պայուսակը։ Վկան փորձեց վերադարձնել։ Նա շրջվեց, սառը աչքեր, ոչ մի հուզմունք, ոչ մի շնորհակալություն։ Վերցրեց պայուսակը եւ հեռացավ։ Վկան հիշում է, դա էր միակ անգամը, երբ նա մոտիկից տեսավ նրան։ Այդ աչքերը հետապնդում են նրան մինչ այսօր։ Ո՞վ է այդ կինը։ Արդյոք նա ապրում է Հայաստանում, թե արտասահման։ Փորձեցին գտնել հետքեր բանկային գործարքներում, ոչինչ։ Փորձեցին համեմատել մատնահետքերը փաստաթղթերի վրա, սրբված էին։ Փորձեցին հարցաքննել Մանվելի ընտանիքին, ոչ ոք ոչինչ չգիտեր, կամ գուցե չուզեցին ասել։ Այս կինը եղել է ամենակարևոր օղակը ողջ համակարգում, քանի որ նա պահպանում էր իրական տվյալները, ով, որքան, երբ։ Մանվելը միայն հրամայում էր, կինը գրանցում էր։ Եթե այս կինը որոշի խոսել, ամբողջ քաղաքական համակարգը կքանդվի։ Քանի անուն կբացահայտվի, քանի մարդ կձերբակալվի, բայց նա լռում է։ Ինչու։ Վախից, թե պաշտպանվածության։ Արդյոք ինչ-որ մեկը վճարում է նրան շարունակելու լռելը։ Կամ սպառնացել են նրան, թե նա ունի իր սեփական պատճառները։ Գուցե այդ պատճառները ավելի խորն են, քան մեր պատկերացումները։ 3 տարի առաջ Մանվել Գրիգորյանը քշում էր 45 կիլոգրամ։ 2018-ի հունիսին, երբ ձերբակալվեց, նրա քաշը 68 էր։ 13 կիլոգրամ ավելացած 3 տարում։ Բժիշկները ասում են, սա ոչ նորմալ է։ Սա սթրեսի հետևանք է։ Մարմինը պաշտպանվում է կուտակելով ջուր, ճարպ։ Երբ հոգին սկսում է փտել, մարմինը փորձում է փոխհատուցել։ Նախկին անձնական բժիշկը, որը խնդրել է անանուն մնալ, պատմում է ավելին։ 2017-ի աշնանից սկսվեց ամբողջ շղթան, գլխացավեր, անքնություն, ձեռքերի թրթռոց։ Մանվելը արթնանում էր սառը քրտինքից, սիրտը գիշերները ընկնում էր անկանոն բաբախումների մեջ։ Բժիշկը հարցրեց, արդյոք նա վախենում է ինչ-որ բանից։ Մանվելը ժխտեց, բայց աչքերը չկարողացան թաքցնել։ Այդտեղ խորը ահ կար, ոչ հիվանդությունից, այլ սպասումից։ Փետրվար 2018-ի ձեռքերի թրթռոցը դարձավ ակնհայտ։ Մանվելը փորձում էր թաքցնել, դնում էր ձեռքերը գրպանները, բռնում էր սեղանին, բայց երբ մտածում էր ոչ ոք չի նկատում, թրթռոցը վերադառնում էր։ Ապրիլին նա հրաժարվեց բժշկական ստուգումներից։ Բժիշկը նկատում էր դեմքը գունատ է դառնում, աչքերի տակ մուգ շրջանակներ, մազերը ավելի ճերմակ։ Անցած 8 ամիսներում Մանվելը ծերացել էր 10 տարով։ Քանի որ իշխանությունը միշտ ճնշում է մարդուն, բայց երբ իշխանությունը սկսում է դառնալ բեռ, մարմինը փլուզվում է ավելի արագ։ Մայիսին բժիշկը վերջին անգամ տեսավ Մանվելին։ Հունիսի 13-ին նա զանգեց եւ ասաց. «Այլևս ծառայությունների պետք չէ»։ Բժիշկը չհարցրեց։ Նա հասկանում էր, նշանակում է ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ։ Երբ հունիսի 16-ին լրատվամիջոցներում հայտնվեցին ձերբակալման նկարները, բժիշկը տեսավ մի տարօրինակ տեսարան։ Մանվելի դեմքը լրիվ այլ էր, հանգիստ, համարյա հանդարտ, թրթռոցը չկար։ Սպասումը վերջացել էր, արդյունքը եկել էր։ Երբեմն ամենասարսափելին սպասումն է, ոչ թե ինքը իրադարձությունը։ Հիմա վերադառնանք այն փաստաթղթերին, որոնք հայտնաբերվեցին երկրորդ պահարանում։ Քննիչները փորձեցին վերականգնել ամբողջ տվյալները։ USB ֆլեշները պարունում էին հսկայական ֆայլեր, Excel աղյուսակներ։ Ամսաթվեր 1998-ից մինչև 2018։ Գումարներ, միլիոններով, անուններ, գաղտնանվաններով։ Համեմատությունները սկսվեցին։ Փորձագետները ստեղծեցին ալգորիթմներ, գաղտնանունները համեմատելու իրական անձանց հետ։ Աշխատանքը տևեց 6 ամիս։ 2018-ի դեկտեմբերին հաշվետվությունը պատրաստ էր։ 27 անուն հաստատված էին, 19 բարձրաստիճան քաղաքական գործիչներ, 8 բիզնես օլիգարխներ։ Հաշվետվությունը ներկայացվեց բարձրագույն մակարդակին։ Պատասխանը եկավ 3 օր անց։ Քննիչ նշանակություն չունի, դատական գործընթացին անմիջական կապ չունի։
Այս նշանակում էր մեկ բան. այդ անունները երբեք չեն հրապարակվի։ Քանի որ քաղաքականության մեջ կան երկու օրենք։ Առաջին օրենքը խնայիր համակարգը։ Երկրորդ օրենքը զոհաբերիր անհատին, եթե անհրաժեշտ է։ Մանվել Գրիգորյանը եղավ զոհաբերված անհատը, իսկ մնացածները պաշտպանված մնացին։ Քննիչները, որոնք աշխատել էին 6 ամիս, իմացան իրենց աշխատանքը անօգուտ էր։ Մի քանիսը հրաժարական տվեցին, մյուսները ընդունեցին։ Քանի որ մեր երկրում քաղաքական արդարությունը չի գոյություն։ Գոյություն ունի միայն քաղաքական նպատակահարմարություն։ Նույն ժամանակ արխիվներում սկսվեց պատահական անհետացումների մի ալիք։ Որոշակի թղթապանակներ կորան։ Որոշակի էլեկտրոնային ֆայլեր ջնջվեցին։ Տեխնիկական սխալ, պաշտոնական բացատրությունը։ Բայց քանի սխալ կարող է տեղի ունենալ միաժամանակ։ Ակնալիճում գտնված 40 արկղերից միայն 21-ը հասավ քննիչ գրասենյակ։ Մնացածը անհայտ վայրում։ Ձայնագրիչները, վիդեոկասետները հնացած եւ անվերականգնելի։ Համակարգային մաքրում էր սա։ Քանի որ կային խոսակցություններ, որոնք չպետք է լսվեին։ Կային տեսարաններ, որոնք չպետք է տեսնվեին, եւ կային անուններ, որոնք չպետք է հայտնվեին։ Հարցը հիմա այս է. արդյոք Մանվելը գիտեր, որ նա մենակ կմնա։ Արդյոք նա հույս ուներ, որ ուրիշներ կպատասխանեն իր հետ։ Կամ թե արդեն հասկանում էր, նա նշանակված զոհն է։ Երբ ձերբակալման օրը նա նստած էր իր տանը, սպասելով քննիչներին, արդյոք նրա միտքը վազում էր դեպի այն 27 անունները։ Արդյոք նա կարծում էր, եթե ես ընկնեմ, նրանք էլ կընկնեն։ Թե արդեն գիտեր իրականությունը, որ քաղաքականության մեջ կան անդորրագործներ եւ զոհեր, եւ նա էր զոհը։ 2018-ի հունիսի 21-ին, 5 օր Մանվելի ձերբակալությունից հետո, մի անուն սկսեց արագորեն երևալ լրատվամիջոցներում։ Այդ անունը պատկանում էր մի մարդու, ով 2 տարի շարունակ եղել էր լուր, բայց հիմա հանկարծ դարձավ ամենախոսուն քաղաքական դերակատարը։ Ոչ պաշտոնապես, բայց բոլորը գիտեին, հենց նա էր հիմնական շահառուն Մանվելի անկումից։ Կոչենք նրան պարոն Ա։ Պարոն Ան 2016-ի ապրիլյան պատերազմից հետո մնացել էր ստվերներում։ Տարբեր պատճառներով։ Նախ նրա անունը մի քանի անգամ հիշատակվել էր որպես հնարավոր կապ երկրապահի հետ։ Երկրորդ, նա ուներ բիզնես շահեր ռազմական ոլորտում։ Երրորդ, նա մտերիմ կապեր ուներ Մանվելիի հետ, մինչև 2014։ Բայց 2014-ից մինչև 18 ինչ-որ բան փոխվեց։ Նրանք դադարեցին հանդիպել հրապարակավ։ Որևէ լուսանկար չկա նրանց միասին այդ ժամանակահատվածում։ Որևէ ռեպորտաժ չկա նրանց երկուսի մասին։ Կարծես նրանք միմյանցից անջատվեցին։ Բայց ինչու։ Նախկին քաղաքական խորհրդատու, ով աշխատել է երկուսի համար էլ, պատմում է հետաքրքիր պատմություն։ 2014-ի աշնանը տեղի ունեցավ մի փակ հանդիպում, պարոն Ան, Մանվելը եւ 3 այլ ազդեցիկ գործիչներ։ Նրանք քննարկում էին հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Մանվելը պահանջում էր ավելի մեծ դեր։ Պարոն Ան մերժեց, լարվածությունը աճեց։ Մանվելը սպառնաց բացահայտել որոշ տեղեկություններ։ Պարոն Ան լուր լսեց։ Հանդիպումը ավարտվեց առանց համաձայնության։ Խորհրդատուն հիշում է, երբ բոլորը հեռացան, պարոն Ան մնաց սենյակում երկար ժամանակ, միայն մտածելով։ Երբ դուրս եկավ, նա ասաց. Մանվելը կատարեց մեծ սխալ։ Այդպես սկսվեց երկարաժամկետ պատրաստական աշխատանքը։ Պարոն Ան սկսեց հեռանալ Մանվելի ուղակի կապերից։ Իր բիզնեսը վերակազմակերպեց։ Փոխանցեց որոշակի ակտիվներ օֆշորային կառույցներ։ Մաքրեց հետքերը։ Միևնույն ժամանակ սկսեց քննարկումներ այլ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր նույնպես ունեին խնդիրներ Մանվելի հետ։ Դա եղավ խորհրդակցությունների շարք, գաղտնի, ոչ պաշտոնական, անհետք։ Նպատակը պարզ էր՝ Մանվել։ Երբ 2018 թվականի ապրիլի 12-ին ինժեներ Գևորգ Մկրտչյանը ստանձնեց ակնալիճի ստորգետնյա կառույցների տեխնիկական զննումը, նա մտածում էր սա սովորական աշխատանք կլինի։ 35 տարի շինարարական փորձ, տասնյակ ստորերկրյա օբյեկտներ։ Բայց երբ նա իջավ առաջին մետաղական աստիճաններով ներքև, 5 մետր երկրի տակ, հասկացավ այստեղ ամեն ինչ այլ է։ Միջանցքները չէին նման պարզ պահեստի։ Այս էր ամբողջական քաղաք, թաքնված լույսից, հողի տակ, տասնամյակներ շարունակ կառուցված։ Գևորգը բացեց առաջին դուռը, 2 մետր հաստությամբ պողպատե։ Ներսում անսահման շարքեր մեքենաների։ Ոյ ազներ, գազներ, զրահափոխադրիչներ, նույնիսկ հին հրետանի կայանակներ։ Բոլորը պահպանված, յուղոտված, պատրաստ շահագործման, բայց երբեք չշահագործված։ Նա քայլեց ավելի խորը։ Երկրորդ սենյակը փոքր էր, բազմաթիվ պահարաններով։ Յուրաքանչյուր պահարանում զենք, նում զենք, ավտոմատներ,
նռնականներ, հրացաններ, տասնյակ հազարներով։ Երրորդ սենյակը սառնարաններով էր լի, սննդամթերք, բավականաչափ 5000 զինվորների համար 1 տարի։ Չորրորդ սենյակում կային բժշկական պարագաներ, վիրահատական սեղաններ, օծիչների բալոններ, երիբալոններ, դեղամթերք։ Ամբողջ դաշտային հիվանդանոց, երբեք չօգտագործված։ Գևորգը շարունակեց քայլել միջանցքից միջանցք, սենյակից սենյակ։ Յուրաքանչյուր դուռ բացում էր նոր հարկ, յուրաքանչյուր հարկ նոր տեսարան էր։ Նա հաշվեց 14 առանձին պահեստ, յուրաքանչյուրը 400 քառակուսի մետր։ Ընդհանուր 5600 քառակուսի մետր սուսի մետր ստորերկրյա տարածք։ Նա փորձեց պատկերացնել, թե քանի մարդ է աշխատել այստեղ, քանի տարի է տևել կառուցումը, ինչու պետք էր այսքան խորը թաքցնել այս ամենը։ Հարցերը կուտակվում էին, բայց պատասխաններ չկային։ Միայն լռություն, այդ հսկայական ստորգետնյա դատարկության մեջ։ Լռություն, որը խոսում էր ավելին, քան բոլոր փաստաթղթերը միասին։ Քանի որ այս տարածքը խորհրդանշում էր ոչ թե անկարգություն, այլ համակարգ, ոչ թե պատահականություն, այլ պլան։ Երբ Գևորգը հասավ վերջին սենյակին 14-րդի խորքում, նա հայտնաբերեց ամենահետաքրքիրը։ Սեղանի վրա ընկած էր մի հին քարտեզ, ձեռագիր նշումներով։ Քարտեզը պատկերում էր ոչ միայն ակնալիճը, այլև 3 այլ տարածքներ՝ Արտաշատ, Արմավիր, Էջմիածին, յուրաքանչյուր տարածքի դիմաց, նշումներ։ Արտաշատ 600 միավոր տեխնիկա, 6 սենյակ։ Արմավիր 400 միավոր, 4 սենյակ։ Էջմիածին 300 միավոր, 3 սենյակ։ Գևորգը հանգստացավ մի վայրկյան։ Հաշվեց. ակնալիճում 2000 միավոր։ Ընդամենը 3600 միավոր տեխնիկա։ 3600 մեքենա թաքնված երկրի տակ, մինչդեռ զինվորները մահանում էին առաջնագծում։ Նա զգաց ուժեղ սրտացավ, ոչ բժշկական, այլ բարոյական։ Ինչպես մարդը կարող է ունենալ այսքան, երբ ուրիշները ոչինչ չունեն։ Ինչպես կարող է քնել գիշերները, գիտենալով, որ իր պահեստները լիքն են, իսկ նրանց, ում համար նախատեսված էր այս ամենը, դատարկ ձեռքերով։ Գևորգը վերցրեց քարտեզը, լուսանկարեց, դուրս եկավ երկար դանդաղ քայլերով։ Երբ վերադարձավ մակերեսի վրա, արևի լույսը թված անսովոր պայծառ։ Նա շնչեց խորը։ Բայց խորհրդածությունը չհեռացավ։ Նա գիտեր, այս քարտեզը պետք է տեսնեն քննիչները։ Բայց նա գիտեր նաև, եթե այն ցույց տա, արդյոք քննիչները կուզենան գտնել մնացած 3 վայրերը։ Երբ Գևորգը ներկայացրեց իր զեկույցը քննիչ գրասենյակ, նա գցեց քարտեզի լուսանկարը։ Քննիչները ուսումնասիրեցին։ Հարցրին, արդյոք իրենք գտել են այդ քարտեզը, թե Գևորգը։ Նա պատմեց ճշմարիտը։ Նրանք գրանցեցին։ Մեկ շաբաթ անց Գևորգը զանգահարեց հարցնելու, արդյոք սկսվել է զննումը մյուս 3 վայրերի։ Քննիչը պատասխանեց հակիրճ, դեռ քննարկման փուլում։ 2 շաբաթ անց նույն պատասխանը։ 1 ամիս անց Գևորգը հասկացավ, այդ զննումը երբեք չի տեղի ունենա։ Քանի որ քաղաքական որոշումը կայացվել էր, Մանվել Գրիգորյանը բավարար էր որպես զոհ։ Մնացածը պետք է մնար թաքնված։ Արդյոք այդ 3 վայրերում եւս կային հսկայական պահեստներ։ Արդյոք այնտեղ եւս կային անուններ, փաստաթղթեր, տվյալներ։ Ով էր վերահսկում դրանք հիմա, երբ Մանվելը բանտում էր։ Արդյոք ինչ-որ մեկն արդեն տեղափոխել էր կարևոր ապացույցները ուրիշ վայրեր։ Գևորգը չհանգստացավ։ Նա պահպանեց քարտեզի օրիգինալը իր անձնական արխիվում, հույսով, որ մի օր ինչ-որ մեկը կուզենա իմանալ իրական պատմությունը։ 3 ամիս առաջ, առաջին անգամ 10 տարում, Մանվել Գրիգորյանի ավագ որդին համաձայնվեց խոսել։ Սերգեյ Գրիգորյանը 19 տարեկանում հեռացել էր Հայաստանից, մեկնել Ռուսաստան, փոխել անունը, ապրել անանուն կյանք, փախել հոր ստվերից։ Բայց երբ Մանվելը մահացավ 2020-ի նոյեմբերին, ինչ-որ բան կոտրվեց Սերգեյի ներսում։ Նա ուզում էր խոսել ոչ թե հորը արդարացնելու, այլ պարզապես ասելու ճշմարտությունը, մի ճշմարտություն, որը ոչ ոք չգիտեր։ Սերգեյը հիշում է իր մանկությունը որպես անընդմեջ լարվածություն։ Հայրը երբեք տանը չէր։ Երբ գալիս էր, խոսում էր միայն հեռախոսով, խորհրդակցում անծանոթ մարդկանց հետ, դուրս էր գալիս կեսգիշերներին։ Սերգեյի մայրը լացում էր ամեն գիշեր։ Քույրը պակասորոշված էր դպրոցում, գեներալի դուստրը։ Նա ինքը չուներ ընկերներ, ովքեր կխոսեին նրա հետ հայրը չնկատի ունենալով։ Ամեն ինչ կապված էր հոր անունի հետ։ Ամեն ինչ կախված էր հոր իշխանությունից։ Եվ երբ Սերգեյը 19 տարեկանում հայտարարեց, որ ուզում է ուսանել Մոսկվա, հայրը լռեց։ Մայրը աղաչեց մնալ։ Բայց Սերգեյը գնաց։ Ռուսաստանում Սերգեյը փոխեց ազգանունը մոր ազգանվանը։ Դարձավ Մկրտչյան։
Աշխատեց շինարարության մեջ։ Ամուսնացավ ռուս աղջկա հետ։ Ապրեց հանգիստ կյանք։ 10 տարի անց, 2018-ի հունիսին, երբ հեռուստացույցով տեսավ հոր ձերբակալումը, նա զգաց տարօրինակ զգացում։ Ոչ խղճմտանք, ոչ ցավ, ոչ զայրույթ։ Դատարկություն։ Կարծես հորես հորանկումը նշանակում էր նաև իր մանկության վերջնական ավարտը։ Նա չզանգահարեց ընտանիքին, չգրեց նամակ, պարզապես շարունակեց ապրել։ Երբ Մանվելը մահացավ բանտում, Սերգեյն ուզում էր չգնալ թաղման արարողությանը, բայց մայրը զանգահարեց, աղաչեց։ Նա գնաց։ Եկավ Երևան, մտավ հոր տուն, առաջին անգամ 10 տարում։ Ամեն ինչ նույնն էր։ Իր երիտասարդության սենյակը, նկարները պատերին, հին գրքերը սեղաններին։ Կարծես ժամանակը կանգ էր առել։ Նա նստեց հոր աշխատասենյակում, փնտրեց ինչ-որ բան, ինչ չգիտեր։ Հայտնաբերեց մի փոքրիկ արկղ, թաքնված գրասեղանի դարակում, բացեց։ Ներսում նամակներ։ Նամակներ, որոնք Սերգեյն ինքը գրել էր հորը 19 տարեկանում, երբ դեռ կապ ուներ։ Մանվելը պահել էր դրանք, յուրաքանչյուրը։ Սերգեյը սկսեց կարդալ։ Մի նամակում գրել էր. «Հայր, ես չեմ հասկանում, թե ինչու դու միշտ պետք է աշխատես։ Ինչու դու երբեք տանը չես»։ Մեկ այլ նամակում. «Մայրը լացում է, քույրը վախենում է։ Ես զգում եմ, թե մեր տունը լիքն է գաղտնիքներով»։ Երրորդ նամակում. «Ես ուզում եմ հպարտ լինել քեզնով, բայց չգիտեմ ով ես դու իրականում»։ Սերգեյը դադարեցրեց կարդալը։ Արցունքները սկսեցին հոսել։ Քանի որ նա հիշեց, այդ նամակներին հայրը երբեք չպատասխանեց։ Միշտ խոստանում էր, բայց երբեք չգրեց հետ։ Միշտ ասում էր ես զբաղված եմ, բայց երբեք ժամանակ չգտավ իր որդու համար։ Եվ հիմա, երբ Սերգեյը տեսնում էր պահպանված նամակները, նա հասկանում էր հայրը կարդացել է դրանք։ Կարդացել է բազմիցս, բայց չգիտեր, թե ինչ պատասխանել։ Սերգեյը փակեց արկղը։ Դուրս եկավ աշխատասենյակից։ Մայրը նստած էր հյուրասենյակում սև հագուստով, անշարժ։ Քույրը նրա կողքին լռությամբ։ Սերգեյը նստեց նրանց դիմաց։ Երկար լռություն։ Հետո մայրը խոսեց. «Քո հայրը սիրում էր քեզ»։ Սերգեյը պատասխանեց. «Գիտեմ, բայց նա ավելի շատ սիրում էր իր իշխանությունը»։ Մայրը չհերքեց, քույրը լաց եղավ։ Սերգեյը շարունակեց. «Նա կառուցեց ամբողջ կայսրություն թաքնված երկրի տակ, բայց չկառուցեց մի նորմալ ընտանիք։ Նա հավաքեց հազարավոր մեքենաներ, բայց չհավաքեց մեր սերը»։ Թաղման օրը Սերգեյը կանգնած էր հեռվում։ Նա չմոտեցավ գերեզմանին, չգրեց ելույթ, պարզապես դիտում էր։ Տեսնում էր հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու։ Բայց նա գիտեր, նրանցից շատերը գալիս էին պարտքից, վախից, սովորությունից։ Ոչ ոք իրականում չսիրում էր Մանվել Գրիգորյանին։ Վախենում էին, հարգում էին, օգտագործում էին, բայց սեր՝ ոչ։ Քանի որ սեր պահանջում է խոցելիություն։ Եվ Մանվելը երբեք թույլ չտվեց իրեն խոցելի լինել։ Նույնիսկ իր ընտանիքի հետ, նույնիսկ իր որդու հետ։ Թաղումից հետո Սերգեյը վերադարձավ Ռուսաստան։ Չխոսեց հետո մայրի հետ։ Դադարեցրեց բոլոր կապերը Հայաստանի հետ։ Փորձեց մոռանալ այս ամենը։ Բայց գիշերները նա երազում էր հորը, նստած ակնալիճի ստորգետնյա սենյակում, մենակ, շրջապատված իր հարստությամբ, բայց ամբողջովին մենակ։ Արդյոք Մանվելը երբևէ կարող էր փոխվել։ Եթե ունենար ավելի շատ ժամանակ, կսովորեր սիրել իր ընտանիքին այնպես, ինչպես սիրում էր իշխանությունը։ Կամ նրա վերջին մտքերը բանտում դեռ մտածում էին դավաճանների, թաքնված փաստաթղթերի, կորցրած իշխանության մասին։ 2020-ի նոյեմբերի 19, ժամը 5-ը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բժշկական բաժանմունքում Մանվել Գրիգորյանն արթնացավ։ Նա գտնվում էր այնտեղ 6 ամիս, բժշկական վկայականներով հիմնավորված բանտից տեղափոխումից հետո։ Արյան բարձր ճնշում, սրտի անկանոն ռիթմ, շաքարախտ։ Բայց այդ առավոտ նա զգաց ինչ-որ այլ բան։ Ծանրություն կրծքավանդակում։ Նա փորձեց շնչել խորը, անհնար էր։ Կանչեց բուժքույրին։ Նա չեկավ անմիջապես։ Մանվելը կրկին կանչեց, ձայնը թույլացավ։ 2 րոպե անց բուժքույրը մտավ, տեսավ նրա դեմքի գույնը, անմիջապես կանչեց բժիշկ։ Բժիշկը եկավ 5 րոպե անց, ստուգեց զարկերակները, լսեց սիրտը, հանգիստ, մասնագիտական շարժումներ, բայց աչքերում մտահոգություն։ Նա հրամայեց բերել թթվածնի բալոն։ Տեղադրեցին դիմակը Մանվելի դեմքին։ Մանվելը շնչեց դանդաղ, դժվարությամբ։ Նա փակեց աչքերը։ Բժիշկը փորձեց խոսել նրա հետ։ «Պարոն Գրիգորյան, մնացեք արթուն, խնդրում ենք»։ Մանվելը բացեց աչքերը մի վայրկյան, նայեց բժշկին։
ասաց միայն մի բառ. ուշ։ Բժիշկը չհասկացավ, ինչ ուշ է։ Մանվելը չպատասխանեց, աչքերը փակվեցին կրկին։ Ձայնագրություններում, որոնք պահպանվել են ինստիտուտի արխիվում, հաջորդ 20 րոպեները նկարագրվում են որպես արագընթաց սրտի անբավարարություն։ Բժիշկները փորձեցին կատարել անհետաձգելի միջամտություն։ Մեկ բժիշկ պատրաստեց դեֆիբրիլյատորը, մյուսը ներարկում արեց դեղամիջոցներ։ Երրորդը շարունակեց թթվածնի մատակարարումը, բայց Մանվելի սիրտը դադարեց պատասխանել։ Ժամը 5:25-ին նրա սիրտը դադարեց զարկել։ Փորձեցին վերակենդանացում 10 րոպե, անհաջող։ Ժամը 5:35-ին հայտարարվեց մահը։ Նույն օրը երեկոյան պաշտոնակական հայտարարությունը եղավ հակիրճ։ Մանվել Գրիգորյանը մահացել է բնական մահով, սրտի անբավարարության հետևանքով։ Ոչ մանրամասներ, ոչ բացատրություններ։ Ընտանիքին տեղեկացրին հեռախոսով։ Մայրը փլուզվեց։ Դուստրը լացեց։ Որդին Սերգեյը, ով այդ պահին Մոսկվայում էր, լսեց լուրը լռությամբ։ Հանրությունը բաժանվեց երկու մասի։ Մի մասը ասաց. արդարություն է հաստատվել։ Մյուսը հարցրեց. արդյոք սա իրոք բնական մահ էր։ 19 նոյեմբերի երեկոյան Մանվել Գրիգորյանի մարմինը տեղափոխվեց Էջմիածին։ Տուն, որտեղ նա ապրել էր 50 տարի։ Տուն, որտեղ նա տիրապետել էր ամեն ինչին։ Տուն, որը հիմա լի էր լուռ ափսոսանքով։ Բաքում հավաքվեցին մարդիկ, հարևաններ, հեռավոր ազգականներ, հին ընկերներ։ Նրանք խոսում էին ցածր ձայներով, հիշելով հին օրերը, երբ Մանվելը հզոր էր, երբ իր խոսքը օրենք էր, երբ բոլորը վախենում էին եւ հարգում նրան միաժամանակ։ Բայց հիմա այդ ամենը անցյալ էր։ Մնաց միայն մի ծեր մարմին, փաթաթված սպիտակ կտորի մեջ, եւ հարյուրավոր հարցեր, որոնց պատասխանները նա տարավ իր հետ։